կյանքի ընթացքն է եւ մենք հավատում ենք, որ կլինի կյանքի շրջանը։ Մենք հավատում ենք հավերժությանը, Շուշիի հավերժության, հայրենիքի, Արցախի, Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի։ Լինում են հրաշքներ, հաղթանակներ, հետո հոգեվարք եւ հետո եթե արժանի դառնանք, աշխատենք, արարենք, նվիրվենք, կլինի հարություն։ Բայց դա մի հոգու ցանկությունը չէ, մաղթանքը չէ, դա բոլորս միասին պիտի ցանկանանք, ուզենանք եւ երբեք թույլ չտանք, որ որևէ մեկը պաշտոնյա, թե անպաշտոն, անցողիկ ինչ որ մի մարդ որոշի մեզ համար, թե որն է դոնը եւ որը չէ, որն է հայրենիքի սահմանը եւ որն է նրա անսահմանությունը։ Եվ ուրեմն ես եկել եմ Թորանոս հետ, Լեո Ռիչարդի հետ, որ ինքը ոչ թե երադոն կամ ոչ միայն երադոն, այլ միասնական մեր հաղթանակի դոնը նշի, որը ներառում է բոլոր սերունդների գամավորներին, զինվորներին, անվամբ, անունով, անանուն, անմար գրագի մոտ եւ ընդհանրապես, որտեղ գա հայ զինվոր, որը իր կյանքն է տվել, դա Հայաստանի Հանրապետությունում է, Արցախում է, Արևմտյան Հայաստանում է, եւ որտեղ որ ինքը հանգչում է, թեգուզ անհայտ, երաբլուր եւ այստեղ սրանք մի միասնական դոն են նշանակում։ Իսկ մեզ համար դոնը, եթե խորհուրդ միշտ հարցում են խորհուրդը որն է, բայց դոնը նշանակում է պատասխանատվություն։ Պատասխանատվություն ստանցնել, չչարաշահել, ուրիշի վրա չբարթել եւ փայփայել, պահել, պահպանել այդ նույն պատասխանատվության իրավունքը եւ նաեւ մեր հայրենիքը։ Եվ սա է պատկամը եւ նոր սերունդը որքան էլ դարբեր դեսություններ կան, թե մենք ինչ վիճակի մեջ ենք աննախադեպ այսօր հայրենազրկված սեփական պետության արգայության պայմաններում, ահավոր անպատկերացնելու, բայց բոլոր դեպքերում մենք բարձրավոր ենք այդ հրաշքը գործել։ Հոգեվարքից հետո հարություն եւ այսօր հաղթանակ է եւ հաղթանակը միասնական է եւ ոչ մեկը թող չբոգի, այսպես իր վրցինով կամ իր գործիքով չբոգի որևէ մի մասնիկ, մի բաղադրիչ այդ տոնից։ Պարոն Հովհաննիսյան, բայց այսօր նախ տարանջատվում է իրական եւ պատմական Հայաստանը իրարից։ Դե բարձրացնում որ փորձում են, փաստացի խոսող գլուխներ, որ մեծ հույս բերեցին 7 տարի առաջ, բայց իրենք դարձան ամենավադի, ամենաչարիքի մարմնավորումը եւ իրենց խոսքը չէ, որ պիտի ոչ ձեզ համար, կոնկրետ ձեր հետաքրքրով մի երդասարտության համար, ոչ մի սերունդի համար պիտի որոշիչ չնի, թե որն է, թող իրենք փորձեն անամոթապար ինչ որ նոր բարաբաշար փորձել, նոր խոսույթ ներարգել, մի քանի հետևորդ վաստակել կամ բանանել, բայց դա չէ հայրենիքի եւ դա չէ հաջողության գրավականը։ Այս ամեն ինչ անցողիկ է, մեր ցավ է, որ ապրում ենք այդ ողբերգության, այդ հարվածների տակ, այդ ինքնաժխտման, այդ մեր ինքնության վրա այդ բռնարարքի այս պայմաններում, բայց առաջի անգամը չէ, ցավ է, որ մեր հիմնական հագարագործ եւ պատասխանատուն մեր գորուսների, թե հայրենական, թե մարդկային, դա ներքին պատասխանատուն է, մարդը, որ ուխտը դրժեց, իր երթումի վրա, երթումը ոտնատակ արեց, եւ ուրեմն գներեք ձեր ընդհատեցի ձեր հարցը, ուղղակի այդ հարցը շարժումն են փոշիացնում, ազատամարտն են սխալ համարում, ձեր արձագանքը ինչպիսին է։ Իրենք արժանի չեն, որ դու անգամ մտածես դրա մասին եւ ինձ հարց տաս։ Միգուցե դա ձեր Ինչ նպատակով է արվում։ Դա իրենց պիտի հարցնես։ Դա նպատակը որն է, նպատակը իրենց պատասխանատվությունը, մեղքը, հանցանքը սկողելն է, թաքցնելն է, իրենց վախը, երգյուղը այլ եղանակով ներկայացնել, բայց իրենք չեն կարող էափոխվել։ Արդեն մենք հասկացանք, թե որն է էությունը, միգուցե ամեն մեկը իր գործի բերման բարձրավոր է հարց տալ եւ պատասխան, բայց իրենց խոսքը արժանի չէ, որ դուք ընդհանրապես մտածեք դրա վրա, ինչ որ նոթակրում անեք, հարցազրույց անեք, որտեվ այն ինչ որ ձեր սերունդը գործրել է, հետ պիտի բերի եւ հետո արդեն դուք կարող հղում անել իսկական խոսողներին։ Պարոն Հովհաննիսյան, եւ վերջում մեր սերունդը մենք այսօր ինչ հրամայական ունենք, ինչ պատասխանատվություն ենք կրում եւ արդյոք մեր սերնդի մեջ տեսնում եք այն ներուժը, որ Արցախը կազատագրի։ Նախ մեր սերունդը իր գործը չի արել ամբողջովին,
չենք կարողացել այդ պատասխանատվությունը ստանցնել եւ մինչեւ վերջ իրացնել։ Մենք մինչեւ մեր ժամկետը լրանա, մենք բարձրավոր ենք հետ բերել առաջի հերթին արժանապատվությունը, իրավունքների գիտակցությունը, հայրենիքի ընկալումը եւ էությունը եւ արդեն ձեզ հետ միասին հերթափոխի բահին այնպես անել որ դուք լիազորված եք իրավունքով, գիտությամբ, ուժով, թե ֆիզիկական ուժ, թե մտավոր ուժ, թե հոգեվոր ուժ, որ կարողանանք հետ բերել, առանց շտաբելու անպայման չէ մեկ անգամից, բայց քայլ առ քայլ եւ ես կարծում եմ որ ձեր սերունդը ինքն իրեն առաջի հերթին պիտի որոշի թե որն է իմ պատասխանատվությունը այդ պատասխանատվության լինել չլինելու հարցը դուք պիտի որոշեք ես լավադես եմ որ այս ահավոր վայրեջքից ողբերգությունից հետո վերհարնում կլինի հարություն եւ մենք դեռ լավ օրեր կտեսնենք այդ հույսով հավատքով ապրում ենք եւ Աստված դա որ սրանք միայն խոսքեր չլինեն արտասանված մայր Հայաստանում անմար գրագի մոտ հենց մայիսի 9-ին